Տիկին Ավանեսյան 2018-26 թվականների կառավարության ծրագրով 50 բժշկական հաստատություններ նախատեսված, որ պետք է հիմնանորոգվի եւ վերակառուցվի, խնդրեմ ներկայացրեք, թե գործընթացն ինչ փուլում է, մինչ այժմ ինչ է արվել։ Շնորհակալ եմ, մեզ համար բժշկական օգնության եւ սպասարկման ոլորտում մեր բարեփոխումների առանցքային ուղղությունը կապիտալ ներդրումներն ու ենթակառուցվածքների ամբողջական վերափոխումներ եւ այս առումով տարիների ընթացքում մենք արդեն իսկ 40 միլիարդ դրամի միայն պետական բյուջեով ներդրումներ ենք իրականացրել մարզային բժշկական կենտրոններում Երևանում, թե բժշկական կենտրոններում եւ թե պոլիկլինիկական ծառայությունները վերափոխելու առումով։ Ասեմ, որ մեր կառավարության ծրագրով սահմանված առնվազն 50 առողջապահական կազմակերպությունների շահագործման հանձնելու ծրագիրը մենք ըստ էության մինչև ուրեմն հուլիս ամիսը կամփոփենք դրանից մոտ 24 բժշկական հաստատությունների եւ գումարած 11 ամբուլատորիաները արդեն իսկ կհանձնվեն շահագործման եւ հաջորդիվ ամիսների ընթացքում մինչեւ տարվա ավարտ մենք ամբողջապես 50-ի խոստումը կիրացնենք։ Առաջիկա օրերին մենք արդեն իսկ ամփոփման շինարական աշխատանքների եւ գույքով հագեցման աշխատանքների փուլում ենք գտնվում Սիսիանի բժշկական կենտրոնը, որը ամբողջովին նոր կենտրոն է եւ ծառայելու է մարզին որպես ռազմավարական գերհագեցած մահճակալային ֆոնդով, նոր տեխնոլոգիական սարքավորումներով կենտրոն եւ ես ուրախ եմ, որ այս նորակառույց բժշկական կենտրոնը իր մեջ համարելու է նաեւ ամբողջովին նոր ծառայություններ, օրինակ ուրեմն սկրինինգային ծրագրերի առումով է ընդլայնվելու, վիրահատական միջամտությունների նոր ծառայություններ ենք ունենալու, համակարգչային շերտագրման նոր սարքավորում ենք ունենալու եւ հաջորդիվ էլ մենք մեկ տարվա ընթացքում նախատեսում ենք, որ ունենալու ենք այնտեղ նաեւ ինվազիվ սրտաբանության ծառայություն, որը շատ կարեւոր է եւ մեզ համար ռազմավարական ուղղություն է։ Հաջորդիվ, ինչպես ասեցի, մեր առաջնահերթությունները 19 պոլիկլինիկաներից, որոնք շինարարական գործընթացում են ներողություն, ամբուլատորիաներից, որոնք շինարարական գործընթացում են այս պահին, 11-ը մինչև հուլիս ավարտել եւ հանձնել շահագործման։ Ես նախորդ օրը գտնվում էի Շիրակի մարզում եւ այցելեցի այնտեղ կառուցվող 2 ամբուլատորիաները, ըստ էության 1 ամսվա ընթացքում կավարտվեն շինարարական աշխատանքները եւ մեզ եւս մինչեւ 1 ամիս, մինչեւ որ հագեցնենք այդ լրիվ նոր պայմաններով։ Պիտի ասեմ, որ մենք չենք կարող առողջության համընդհանուր ապահովագրության այս բարեփոխումը հաջող ընթացք ապահովել, եթե այս տարիների կապիտալ ներդրումները չլինեին եւ մեր տարիների հագեցումները ըստ էության այսօր հնարավորություն տվեցին, որ դիմելիության աճը, որը կանխատեսվում էր, մենք հնարավորություն ունենանք սպասարկելու։ Ես մեծ ուրախությամբ ուզում եմ նշել, որ մարզային բժշկական կենտրոնները իսկապես աննախադեպ հոսք ունեն։ Եվ սա խոսում է նաև թե վստահության եւ թե հասանելիության մեծացման մասին։ Մեր բնակչության համար տվյալ մարզի շրջանակներում հասանելի եւ մեր ծառայությունների ծավալի մեջ մտնող ամբողջական հատվածը պետք է կարողանանք ապահովել հենց մարզում եւ մարդը ստիպված չլինի գալ Երևան։ Իհարկե, մենք բոլորս հասկանում ենք, որ անձը ազատ է ընտրելու, թե որտեղ է ստանում բժշկական օգնությունը եւ սա շատ կարեւոր սկզբունք է։ Հենց սրա շնորհիվ է, որ նաեւ մրցակցության բժշկական կենտրոնների միջև մենք տեսնում ենք հոսք թե դեպի մարզ եւ թե նաեւ մեր մարզային բժշկական կենտրոնների միջև այս պահին շատ առողջ ճիշտ մրցակցություն է ընթանում։ Ասեմ եւս մի վերածինման մասով ասեմ, որ
Ենթակառուցվածքների առումով այո, շատ մեծ են կապիտալ ներդրումները, բայց ուզում եմ նշել, որ մենք հագեցնում ենք սարքավորումներով ոչ միայն նորակառույց բժշկական կենտրոնները, այլ գործող մարզային բժշկական կենտրոնները։ Ուրեմն մենք 2025 թվականի երկրորդ կիսամյակում սկսեցինք մեծածավալ վերազինման ծրագիր եւ 7 միլիարդից ավել հատկացրել ենք մարզային բժշկական կենտրոններին, ուրեմն ապահովելու մամոգրաֆիկ սարքավորումներով, կոլոնոսկոպներ, էնդոսկոպներ, սրանք շատ կարևոր սարքավորումներ են եւ հաջորդիվ մեր այս տարվա ընթացքում իրականացնելու ենք նաեւ հեմոդիալիզային ծառայության ուրեմն վերափոխման մեր նոր ծրագիրը։ Մենք այս պահին ունենք բավարար իրավիճակ, բայց հասկանում ենք, որ պետք է անընդհատ ընթացիկ կերպով ընդլայնենք, մեծացնենք եւ նոր սարքավորումներով թարմացնենք։ Տիկին Ավանեսյան, բժշկական կենտրոնների ընտրությունը ինչպես է կատարվում, ինչ առաջնահերթություններ եք դիտարկում, չգիտեմ, շատ անմխիթար վիճակում գտնվելն է, բնակչության խտությունն է, աշխարհագրությունն է։ Բոլոր հանգամանքները հաշվի են առնվում, մենք այս ընթացքում գնահատել ենք մեր բոլոր կարողությունները եւ ունենք ճանապարհային քարտեզ եւ նշեցի, որ 19 ամբուլատորիաների մասով շինարարությունը ընթանում է, հաջորդ 11-ի մասով արդեն տեղակապման եւ հողահատկացման աշխատանքներ են ընթանում, բայց մենք ունենք նաեւ հաջորդ 29-ի արդեն վայրերը որոշված, թե որտեղ պետք է լինեն դրանք։ Եվ այս պահին նաեւ փորձում ենք համաչափությունը ապահովել, մենք ամեն մարզում այս պահին 3 առնվազն ամբուլատորիա կառուցում ենք եւ այսպես պիտի ընդլայնենք, հաշվի ենք առնում իհարկե վիճակը, իհարկե բնակչության խտությունը, իհարկե նաեւ մոտակայքում արդյոք արկա են հնարավոր ալտերնատիվ ծառայությունները մատուցելու հնարավորություններ, թե չէ։ Իսկ այդ շինարարական աշխատանքներ իրականացնել նշեցիք, որ նաև սարքավորումներով եք հագեցնում, կխնդրեմ գործնական մի քանի օրինակ ներկայացնեք, օրինակ այս բնակավայրում նախկինում նեղ մասնագիտական այսպիսի սարքավորումներ չեն եղել եւ քաղաքացին ստիպված է եղել այդ կոնկրետ հետազոտության համար հասնել մարզկենտրոն կամ հասնել Երևան, հիմա ինչ է փոխվում իրենց կյանքում։ Օրինակը բերեմ Արարատի բժշկական կենտրոնի վրա։ Արարատի բժշկական կենտրոնը հագեցվեց համակարգչային շերտագրման նոր սարքավորումով, այն արդեն իսկ ծառայում է մեր բնակչությանը, նախկինում ուրեմն պետք է գային Երևան այդ ծառայությունը ստանալու, հիմա արդեն թե մասնագետով եւ թե սարքավորումով ապահովել ենք, որ հենց բժշկական կենտրոնում այդ ծառայությունը կստանան։ Հաջորդիվ օրինակ Գյումրի բժշկական կենտրոնը առաջիկայում արդեն մատակարարման փուլի մեջ ենք, կստանա մամոգրաֆիկ նոր սարք եւ այսպես 10 մամոգրաֆիկ ուրեմն սարքավորումները կտեղակայվեն մեր Երևանում եւ մարզերում։ Ամեն մարզում մենք կունենանք մամոգրաֆիկ ծառայության հասանելիություն։ Սա իսկապես չափազանց մեծ ձեռքբերում է, այո, մենք հասկանում ենք, որ շարժական սարքավորումով մենք փորձում ենք այդ բացը լրացնել, բայց դժվար է, օրինակ, Սյունիքից գալ միայն մի հետազոտություն ստանալու համար։ Եվ այս աշխատանքների շնորհիվ կրկնում եմ, հարյուրավոր ծառայություններ դարձել են հասանելի հենց մարզային կենտրոնում։ Այս 50 բժշկական հաստատությունը, որ դուք նշեցիք, սրանք բացառապես արդեն գործողն են ու հիմնանորոգվել, վերանորոգվել են, թե կան դեպքեր, որ նորն եք հենց կառուցել։ Դրանցից ուրեմն կան լրիվ զրոյից կառուցված բժշկական կենտրոններ, օրինակ Մարտունին, օրինակ Սիսյանը, որը պիտի հանձնենք շահագործման, Վայոց ձորի բժշկական կենտրոնը, ունենք վերակառուցված, ինչպիսին օրինակ Թալինի բժշկական կենտրոնն է, որը կարելի է ասել ամբողջովին շենքից միայն պատերն են մնացել եւ վերակառուցվել է, հագեցվել է, այսօր ծառայում է մեր բնակչությանը։ Ունենք նաեւ վերանորոգման, վերակառուցման տարբեր ծավալների աշխատանքներ։ Հիմա ընթանում է Արտաշատի պոլիկլինիկայի ավարտական փուլում ենք վերակառուցումը եւ ընթանում է Արմավիրի պոլիկլինիկայի էլի վերակառուցման աշխատանքները։ Մենք մի փուլում շատ ավելի զգուշորեն սկսեցինք վերակառուցումներ իրականացնել, որովհետև հասկանում էինք, որ անգամ եթե ամբողջովին նորացնում ենք շենքը, բայց կոնցեպտուալ առումով դժվար է մեր նոր ժամանակակից այդ ստանդարտները ապահովել հին շենքերի մեջ։ Այս է պատճառը, որ մենք օրինակ Էջմիածնի բժշկական կենտրոնի հատվածական
վերակառուցումն ու նոր շենքի կառուցումը փոխել ենք լրիվ նոր կենտրոն կառուցելու ծրագրով։ Ինչը մի փոքր իհարկե հապաղում է բերել, բայց ես կարծում եմ, որ ավելի լավ է այս ձևաչափով առաջ գնալ եւ լրիվ նոր շենք ունենալ։ Շատ լավ, քանի որ ամբուլատորիաներից խոսեցինք, հա, պոլիկլինիկաներից, ընդհանուր առմամբ առաջին օղակի բուժ ծառայությունների հասանելիությունը բնակիչներին ինչպես է գնահատում մեր ունեցած այս պահին ցանցը եւ այն աշխատանքները, որ տարվում են, որպեսզի ավելի որակյալ ծառայություններ հասանելի լինեն։ Ես կարծում եմ, որ առաջնային օղակի հագեցվածությունն ու պայմանները շեշտակի փոխվել են վերջին տարիներին։ Անհամեմատելի են փոխվել եւ ես նորից եմ ասում, որ մենք օրինակ ռենտգեն հետազոտության սարքավորումներով հագեցրել ենք մեր մարզային եւ Երևանի պոլիկլինիկաները, սոնոգրաֆիկ սարքավորումներով, լաբորատոր կարողություններն են թարմացվել։ Այսինքն ես ուրեմն կարող եմ ասել, որ այո, մենք դեռ ունենք պոլիկլինիկաներ, ամբուլատորիաներ, որոնք չեն համապատասխանում մեր ստանդարտներին, ենթակառուցվածքների առումով, բայց նշեմ, որ այս տեմպը պահելու պարագայում մենք ուրեմն մի քանի տարվա մեջ ամբողջովին արդեն կլրացնենք ենթակառուցվածքների առումով հագեցումը։ Տիկին Ավանեսյան, խոսեցինք հիվանդանոցային պայմանների բարելավման մասին, սարքավորումների հագեցվածության մասին, բայց գաղտնիք չէ, որ շատ դեպքերում հենց մասնագետների պակասի կամ մասնագետների ոչ բավարար որակավորման պայմանավորված շատերը դեպի Երևան են գալիս մարզերից ու գյուղերից։ Այս ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում։ Ես ասեմ, որ այս ուղղությամբ էլ հոսքի որոշակի փոփոխություն կա եւ այսօր նկատելի է, որ վերազինված, կառուցված նոր բժշկական կենտրոններում երիտասարդ մասնագետների հոսք ունենք եւ սա շատ ուրախալի է։ Նշեմ, որ Թալինի բժշկական կենտրոնը իսկապես մասնագիտական առումով էլ շատ անմխիթար վիճակում էր, որտեղ պայմաններն էին դա թելադրում։ Այսօր նրանք արդեն ունեն նոր կադրեր, որոնք որ գնացել են Թալին եւ պիտի նշեմ, որ այս ճանապարհային Հայաստանի վերափոխումը նաեւ օգնում է, որ մարդիկ շատ ավելի հեշտ որոշում կայացնեն, որտեղ ընդգրկվեն աշխատանքի եւ թե Սպիտակի բժշկական կենտրոն, թե Գորիսում, թե Մեղրիում մենք տեսնում ենք նոր համալրված կադրեր։ Արդյոք բավարարում է մեզ մեր այս հագեցվածությունը, ոչ, եւ շարունակելու ենք նպատակային օրդինատուրաների ծրագիրը, որպեսզի մենք կրթության ծախսերը փոխհատուցենք եւ հետո արդեն մեր մասնագետներին ուղարկենք։ Բայց եթե նորագույն սարքավորումը կա, պայմանները կա, հնարավորությունը շատ ավելի մեծ թվով պացիենտներ տեսնելու, շատ ավելի տարբեր դեպքեր սպասարկելու, գիտեք, սա նաև կարծում եմ հիանալի շանս է երիտասարդ մասնագետների համար։ Մեր ռեպորտաժներից մեկում Հրազդանի բժշկական կենտրոնի երիտասարդ զույգը, ովքեր այնտեղ էին աշխատում նպատակային օրդինատուրայից հետո, պատմում են, որ այնտեղ հնարավորություն են ունեցել այնքան հետաքրքիր դեպքերի առնչվել, մեծ հոսք ունենալ, որ դժվար թե Երևանի խիտ մասնագիտական հագեցված կենտրոններում նման հնարավորություն ունենային։ Շատ լավ, մենք խոսեցինք հիվանդանոցներում ընդհանուր առմամբ կապիտալ շինարարության ոլորտում իրականացված աշխատանքներից, պիտի խնդրեմ նաև խոսենք, թե նեղ մասնագիտական, հա, բուժ կենտրոններում ինչպիսի աշխատանքներ, ինչ քայլեր են կատարվում արդիականացնելու։ Այս մասով իհարկե շատ կարևոր է մեր այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոնի ենթակառուցվածքների փոփոխությունը։ Մենք վերջերս հանձնեցինք շահագործման այրվածքաբանության բաժանմունքը, վիրահատական եւ վերակենդանացման բաժանմունքը, սա մեզ համար չափազանց կարևոր ծրագիր էր, որովհետեւ այն պայմանները, որ կային նախկինում, իսկապես, չգիտեմ, խոնարհումս մեր բժիշկներին, որ կարողանում էին նման արդյունք ստանալ այդպիսի պայմաններում։ Այսօր նրանք հագեցված են լավագույն սարքավորումներով, ունեն հիանալի աշխատանքային պայմաններ եւ ես վստահ եմ, որ սա իհարկե շատ մեծ ազդեցություն է թողելու։ Հոգեկան առողջության ուրեմն կենտրոնները եւս շինարարության գործընթացում են գտնվում։ Ցավոք սրտի հապակում ունենք շինարարական ընկերության հետ, խզում ենք պայմանագիրը, դատական վեճերի մեջ ենք, բայց պիտի աշխատենք, որ այս թնջուկը եւս շատ չհապաղի մեր ամբողջական ծրագրի ավարտը, այստեղ իսկապես բարդ խնդիր է, երբ որ շինարարական ընկերությունը պատշաճ իր պարտականությունները չի կատարում եւ մենք նաեւ շատ խստապահանջ ենք
որակի նկատմամբ մեզ համար թե ժամկետը եւ թե որակը հավասար կարևոր նախապայմաններ են եւ այո շատ սկզբունքային ենք լինելու աշխատանքների եւ որակական չափանիշների նկատմամբ Իհարկե պիտի նշեմ օրինակ կախվածությունների ազգային կենտրոնը, որը վերանորոգվել է եւ բավարար պայմաններ ունի եւ շարունակելու ենք աշխատանքները այս ուղղությամբ զարգացնելու այսպես երևի։ Տիկին Ավանեսյան վերջին շրջանում ակտիվ մարզային այցերի մեջ եք եւ դիտարկում եք ոչ միայն կապիտալ-շինարարական աշխատանքները, այլև ընդհանուր առմամբ առողջության ապահովության համակարգի ներդրման գործընթացին եք տեղում ծանոթանում Խնդրեմ ներկայացնեք ձեր ունեցած այս պահի տվյալներով ընդհանրապես ընթացքը ինչպիսին է ապահովագրության մարզային այցերը ձեր ինչ են ցույց տալիս, ինչ արձագանքներ կան։ Իհարկե շատ պարտավորեցնող է, որ արձագանքները այսքան դրական են, որ մեր ժողովուրդը այսքան շնորհակալ եւ գնահատող է, որ տարիներ ի վեր իրենց առողջապահական կարիքները, որ չեն կարողացել պատշաճ կերպով բավարարել, այսօր այդ հնարավորությունը ունեն եւ մեր պետությունը նրանց կողքին կանգնած է։ Ինձ համար նաեւ շատ կարեւոր է բժիշկների եւ բուժաշխատողների հետ անմիջական շփումները, բոլոր հարցերի, խնդիրների, փոփոխությունների քննարկումը հենց տեղում եւ այս այցերը շարունակական են լինելու հենց այս այցերի շնորհիվ է որ մենք հունվար ամսից այս անմիջական աշխատանքի շնորհիվ է որ մենք կարողացել ենք շատ ճկուն լինել, արագ փոփոխություններ իրականացնել եւ բարեփոխումը հարմարացնել իրական կյանքին Մենք բոլորս հասկանում ենք, որ եթե անհարմարություն չկա, ուրեմն բան չի փոխվել։ Չի կարող լինել բարեփոխում եւ մարդկանց կյանքում փոփոխություն չլինել, բայց պետք է շատ ճկուն լինել, արձագանքող լինել եւ մարդկանց ներկայացվող նոր պահանջները նրանց ծառայություններից օգտվելու փորձառությունը ավելի լավը դարձնելը մեր ուշադրության կենտրոնում է լինելու։ Իսկ ամենաշատ հարցերը, որ բարձրացնում են քաղաքացիները, որոնք են որ դիմել են հերթերը երևի թե Առաջին շրջանում իհարկե տեղեկատվական հարցեր էին, ինչպես պետք է օգտվեն, որ ծառայություններն են մտնում ապահովագրության մեջ, ինչպես Արմեդը ակտիվացնեն, արդյոք իրական է այս ամեն ինչի մասին խոսում ենք, առաջին հատվածում դրանք էին եւ սկզբի հիմնական հերթերի պատճառն էլ հենց դա է, որովհետեւ մարդկանց այցելությունների մեծ թիվը նաեւ տեղեկատվություն ստանալու համար էր Հաջորդիվ իհարկե շնորհակալություններն են, հարցերն են, լրացուցիչ ծառայություններ մտցնել փաթեթի մեջ եւ նեղ մասնագետներից դեպի առաջնային ուղղորդումների հետ կապված հարցերն են Ես պետք է ասեմ, որ թե հարցերն են շատ, թե դիտարկումները, առաջարկները, ինչը շատ կարևոր է, մենք բոլորս ենք մասնակից այս ռեֆորմի։ Մենք որպես քաղաքականություն իրականացնող բժիշկները, բայց նաև ամենակարևորը պացիենտները։ Ես ասում եմ, որ պացիենտները հավասար մեզ հետ այս բարեփոխման հեղինակ են եւ ընթացքում էլ մենք միասին ենք տեսնում աշխատանքը։